Այսօր Նիկոլ Փաշինյանը սկսել էր նորից սպառնալ թե Ռոբերտ Քոչարյանին, թե Գագիկ Ծառուկյանին այն հանգամանքով, որ նորից կզացնելու այդ արտահայտությունը պետք է օգտագործեմ։ Այս հանգամանքով այդ սպառնալիքներն արդյոք դուք զգում եք եւ ինչ հետագա քայլեր եք ձեռնարկելու։ Տեսեք, նախապատմությամբ սկսեմ, նախ խիստ քննադատելի է, անթույլատրելի է, երբ որ երկրի պաշտոնը, ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կնոջ ում հարազատ եղբայրը անհետ կորած է, մոտիկանում հարց է տալիս եւ ինքը ընկնում է հիստերիայի մեջ, նախ կարծում եմ ճիշտ կլինի, որ այդ մարդուն մի հատ տանեն փսիխոանալիստ տան, տեսնեն վիճակը ինչ վիճակում է գտնվում, ուղղակի անթույլատրելի է դա մեկ, երկրորդ հերթին երկրի վարչապետի խոսույթի մեջ կզացնել, չգիտեմ, էս անել, դա խայտառակություն է ուղղակի խայտառակություն է եւ եթե մեր երկրում անկախ նրանից նույն կնոջը պատտվում ասում է կզացնելու եմ ով կփորձի հայ կնոջը ինքը հանկարծ ասի կզացնելու եմ ուրեմն կզածա ինքը իր թիմակիցները իրաց ամբողջ պաշկով հանդերձ գլուխները քարին են տվել անթույլատրելի է նմանատիպ լեքսիկոնը հասկանում եք ուղղակի աբսուրդ է երբ որ երկրի ղեկավարը քաղաքացու նկատմամբ նմանատիպ լեքսիկոնով խոսում է այդ էլ հերիք չի իմ անձնական կարծիքով իրանք ինչ որ ֆեյք վիդեո են հրապարակել այդ տրոլինգի կլենտը իրանք են այդ ստիկ հաճախորդը հենց իրանք են սուտն ասել են հետո սկսում են սուտը հերքել ու դառնում են ստի հաճախորդը իրանք ուղղակի անթույլատրելի է եւ մեր երկրում փոփոխությունը մեկ օր շուտ պետք է լինի, մեկ օր շուտ պետք է տեղի ունենա։ Դուք նշեցիք, որ փոփոխությունը պետք է լինի մեկ օր շուտ, սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց նաև այն հանգամանքը, որ այնպես մի արեք, որ ընտրությունները դադարեցնեն ու այլ բան սկսվի։ Ինչի մասին է խոսքը, արդյոք դուք թույլ կտաք, որպեսզի ընտրությունները դադարեցվեն։ Ճիշտ ասած, այդ հատվածը չեմ լսել, որ ասելա թույլ չեմ տա ընտրությունները դադարեցնեմ, բայց մի բան եմ ուզում հասկանալ, այսինքն ինչ ինքը արդեն զգում է իր տագնապալից վիճակը, տեսնում է ԿՊ-ի ողբալի վիճակը, որ ուզում է դադարեցնի։ Ի՞նչն է խնդիրը։ Փողոցա դուրս գալի ժողովուրդը թքում է իր երեսին դրամ, արա տենց անում։ Ի՞նչն է պատճառը, չեմ կարող հասկանալ։ Այսինքն ոնց կդադարեցնի, ի՞նչն է իրավական հիմքը։ Իրավական հիմքը է, որ քաղաքացին մոտիկանում ասում է դուք խայտառակություն եք, կամ մոտիկանում է բարոյական պահանջա դնում, ասում է հրապարակեք անհետ կորածների ցուցակը, հրապարակեք որտեղ է իմ եղբայրը կենթանի է։ Այսինքն դրա դիմաց ինքը ասում է կդադարեցնեմ բանը, հա։ Ու էսի կոչվում է ժողովրդավարություն։ Բայց ջայլամային քաղաքականություն վարող եվրոպացիներն ուր են։ Չէ, ուր են իրանք, բայց դրա գնահատականը տան։ Մի հատ խախտում տեսել եք, մեր խոսույթի մեջ մենք խոսում ենք, մի հատ գռեյկաբանություն կա, իրանք խոսքերը վերցնում ենք, իրանք խոսքերը վերարտադրում ենք։ Կարելի է, բա տենց։ Իսկ ի՞նչ է կարծում նման խոսույթը, որոնք որ օգտագործում են ներկա քաղաքականը այդ իրավիճակներում։ Երիտասարդների վրա ինչպես կանադառնան, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն անդադ նշում է մի գնացեք քրեակատարողական այն հիմնարկների, այսպես ասած, գողերի հետևից ու նույն խոսույթն էլ ինքն է օգտագործում։ Կներեք, երկրի ղեկավարը որ ասում է գող, որ օրենքով է գող։ Երկրում կա գործող Հայաստանի Հանրապետության օրենք։ Եթե ինչ-որ մեկը գողություն արե, գողը արե, տարեք նստացեք այդ մարդուն։ Գողը ո՞րն է օրենքով։ Այսինքն օրենքի ներկայացուցիչը խոսում է օրենքով գող, ես չեմ կարող հասկանալ ինչ է խոսում։ Իմ համար այն հանցագործը, որը քրեորեն հետապնդելի արարք արել է, պիտի գտնվի ճաղավանդակից այն կողմ։ Մնացածից բացի մարդկանց ինչ-որ փորձը սպիտակավորել կամ որակավորում տալ, ուղղակի անհասկանալի է։ Կամ երիտասարդության շրջանակում հասկանում դուք հիշեք մինչև 2018 թվականը այսքան շատ հայոյախոսություն կար, մեկը մեկին հայոյում էր, դա գալիս է սովորաբար ոնց ընտանիքի հայրից, ընտանիքի հայրը երբ որ տունը սկսում է հայոյան տալ, երեխան էլ է սկսում հայոյան տալ, բոլորը տալ։ Այս պարագայում երկրի ղեկավարը համարվում է ընտանիքի հայր։ Ցավոք, բայց դա այդպես է։ Եվ այս մարդիկ են ներմուծե այդ հայոյախոսությունը, այդ լեքսիկոնը հասկանում եք, ու խիստ դատապատ է, ուտել է փոխվելու։ Չի կարանես լինի, որ ամեն մեկ իրան թույտա կֆուրտա այս անեն, դա խիստ դատապարտելի է, ու դա վերջը գալու է։